Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ Տեղաշարժ անշարժ գույքի շուկայում վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025-ին անշարժ գույքի գործարքները նվազել են 1.61%-ով։ 2025-ին իրականացվել է մոտ 244 հազար գործարք, որից մոտ 74 հազարը մայրաքաղաքում։ Իդեպ օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում 2025-ին գնել են մոտ 2000 անշարժ գույք, մոտ 27%-ով ավելի, քան 2024 թվականին։ Գինու արտահանումը նվազել է, միջին գինն աճել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տվյալներով 2025-ին Հայաստանը կրճատել է գինու արտահանման ծավալը 3.1%-ով, սակայն գինն աճել է 12.7%-ով։ 2025-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է մոտ 3.666.000 դրամ կամ $9,474։ Այս մասին է հայտարարել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր Facebook-յան էջում։ 2024-ի համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.18%-ով։ Փոխարենը նվազել է Հայաստանի ինքնաբավությունը ցորենի մասով վիճակագրական կոմիտեի տվյալներով 2022-ից 23 թվականների համեմատ 2024-ին Հայաստանը սեփական ցորենի պահանջարկը բավարարել է ընդամենը 22.8%-ով, արտադրվել է 120 հազար տոննա ցորեն, ներմուծվել մոտ 411 հազար տոննա։ Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-ից 20%-ով։ Քաղաքապետ Ավինյանի խոսքով հազարավոր աշխատակիցներ հնարավորություն կունենան նաև 200 հազար դրամ աշխատավարձի շեմն անցնելով օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։ Եվ վերջում չնահանջող գնաճի մասին Հայաստանում 2026-ի փետրվարին 2025-ի փետրվարի համեմատ գրանցվել է 4.3% գնաճ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2026-ի փետրվարին 2025-ի փետրվարի համեմատ պարենային ապրանքների եւ ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 6.5%-ով։